համոզմունք ունեմ, որ առաջին հերթին մեր քննարկումները իրազեկող եւ մարդկանց սթափեց, ինչու ոչ նաեւ սթափեցնող նպատակ են հետապնդում եւ փոքրիկ brainstorm-ներն նաեւ ինքներս մեզ համար գտնել այդ մեխանիզմները։ Տեսեք, իրավունքի վախճանը բավականին տագնապային խորագիր է, բայց արտացոլում է այն իրականությունը, որում այսօր գտնվում ենք։ Ու այո, իրավունքի վախճան է, երբ կան գտին տրված գեղեցիկ ձևակերպումներ, երաշխիքներ, իրավունքների եւ ազատությունների, բայց պրակտիկայում գործնականում այդ կապը խզվում է, բևեռացում է տեղի ունենում պրակտիկ դրանց երաշխավորման եւ թղթին տրված լինելու համար։ Մի կարևոր մեջբերում անեմ, օրինակ 2015 թվականի սահմանադրական բարեփոխումներից հետո մեր մարդու իրավունքներին նվիրված գլուխը սահմանադրության Եվրոպայի լավագույն օրինակներից մեկն էր համարվում միջազգային գործընկերների կողմից։ Իսկ տեսեք, պատական չէ նաև, որ երկրում ժողովրդավարության, հենց իրավունքի երաշխավորման կարևորագույն չափորոշիչը համարվում է երկրում իրականացվող ընտրությունների որակը եւ այդ մանդատը, ընտրությունը, որը իրականացնում է ընտրական ակտիվ իրավունք ունեցող քաղաքացու կողմից, որը եւս պատահական չէ, որ հենց ընտրելու իրավունքն է ակտիվը համարվում, որովհետեւ հենց ընտրողի միջոցով է իշխանությունը ձևավորվում։ Տալիս է տվյալ քաղաքական ուժին, որը ընտրվել է, իշխանության նկատմամբ իրավունք, բայց շատ կարևոր արձանագրում է, որ սահմանափակվում է նրա իշխանությունը իրավունքի նկատմամբ։ Այս ճշմարտությունն է մեր երկրում խեղված։ Այսօր անգամ հանգրվանել ենք այն իրականությանը, որ դեֆիցիտ կա այդ տրված մանդատի, այս օրվա իշխանության լեգիտիմության դեֆիցիտ ունենք ու այսօր այն քաղաքական ուժերը, որոնք հաղթահարել են նվազագույն շեմը, անդիմադիր քաղաքական ուժերը, նրանց բոլորի առաջնորդները անազատության պայմաններում են հայտնվել։ Սամվել Կարապետյանը, մեր Ուժեղ Հայաստան կուսակցության եւ Դաշինքի առաջնորդը արդեն երկարաժամկետ մոտ 450 օր է անազատության պայմաններում է գտնվում, Հայ մեծանուն Բարերարը, որը արդեն իսկ բնականon չէր առաջին օրվանից եւ ակնհայտ են քաղաքական հետապնդման բացահայտ տարերը դե Բարգավաճ Հայաստանը ընդհանրապես բացառիկ իրավիճակ էր մեր հասարակության համար, որովհետև օրը ցերեկով մի ողջ ուժ դուրս թողնվեց մարդկանց մոտ 60,000 ընտրողների ձայներ առ ոչինչ արվեցին, բացառապես քաղաքական իշխանության նպատակահարմարությունից ելնելով, խախտելով հսկայական իրավական մեխանիզմներով, մանիպուլացնելով մի բան էլ նույն իշխանության ներկայացուցիչների կողմից քաղաքական ուժին թիրախավորելով եւ մարդկանց ու մասնագետներին, ովքեր դեմ էին գնում այդ գործընթացին, եւ վերջերս էլ արդեն Հայաստան Դաշինքի առաջնորդի եւ ոչ միայն, առաջնորդի արդեն ընտանիքի անդամների բացահայտ հրահանգահավորման արդյունքում ապօրինի ու քաղաքական բնույթի կալանավորումները։ Այստեղ տեսեք, անգամ այնքան երեսպաշտությանն է հասել օրվա իշխանությունը, որ քաղաքական բանտարկյալ լինելու հանգամանքն է հարցականի տակ դնում։ Քաղաքական հիմնելով, որ միջազգային գործընկերները չեն հաստատել, որ մեր երկրում կան քաղաքական բանտարկյալներ։ Գիտեմ այդպես չի, բայց այդ հանգամանքը շահարկվում է ու բնավ այդ հաստատումների կարիքն էլ չկար, որ մենք համոզմունք ունենայինք, որ այդպես է, համընդհանուր կերպով Տիկին Գալստյան նկատի ունեմ, որովհետև քաղաքական բանտարկյալները ԵԽԽՎ բանաձևը երբ որ սահմանվել է, դա հենց ներպետական գնահատման համար էլ սահմանում է, իսկ մեծամասամբ քաղբանտարկյալները մեր ոչ թե 1-2, այլ բոլոր 5 չափորոշիչների համատեքստում են քաղբանտարկյալ համարվում։ Եվ երկրորդ էլ քաղաքական բանտարկյալը դա եւ քաղաքական հետապնդումը դա այն իրողությունն է, երբ որվա իշխանությունը երկրի քրեա իրավական նորմերը, ընթացակարգերը կիրառում է սեփական քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Իսկ կարծում եմ անգամ որվա իշխանության ամենաբուրըն համակիրը չի հերքի, որ այս բոլոր կալանավորումները պայմանավորված են միայն եւ բացառապես մարդկանց ընդդիմադիր լինելու հանգամանքով։ Եվ այստեղ է իրավունքի վախճանը արձանագրվում եւ ժողովրդավարության անկումը արձանագրվում, երբ գնահատում ենք օրվա իշխանության վերաբերմունքը ոչ թե իր համակրին, իր ընտրողին, այլ իրեն չընտրողին։
Իսկ մենք եւս մեկ կարմիր գծի հատում արձանագրեցինք, երբ երկրի վարչապետը կանգնեց եւ իրեն չընտրող 100,000-ավոր քաղաքացիներին ըստ էության կաշառակեր անվանեց։ Սա բացահայտ հավաքական վերաբերմունքն է օրենքի իրավունքի նկատմամբ եւ կարելի է կատարել արձանագրում, որ մենք չունենք այն սահմանադրական կայունությունը, սահմանադրությունը բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող հիմնարար փաստաթուղթը եւ ոչ միայն սահմանադրությունը, նաեւ մեր անկախության հռչակագիրը դարձել են քաղաքական խաղարկման առարկա, նաեւ արտաքին ճնշման, ինչը Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումներով կարմիր թելով անցնում է, որ հենց երկրի ինքնիշխանության համար վտանգ է եւ անթույլատրելի վարքագիծ է։ Մենք արձանագրում ենք, որ ունենք խորհրդարան, ունենք խորհրդարանական կառավարման ձև, կա պարլամենտ, բայց չկա պարլամենտարիզմ, կա սահմանադրություն, չկա սահմանադրականություն եւ այս վերացումը այս երևույթների միջև գնալով խորանում եւ ընդգծվում է։ Իսկ ինչ կարող ենք անել, ինչպիսի գործիքակազմեր կա, ես հուսով եմ, որ իրավունքի վաղճան խորագիրը ոչ թե կդառնա արձանագրում իրողություն, այլ ընդունենք սա որպես կոչ, որպես նախազգուշացում մեր հասարակությանը, որ այդ անտարբերությունը, որովհետև նաև վախի մթնոլորտ ձևավորելով նպատակը քաղաքական հետապնդումների այդ վախի մթնոլորտի ձևավորումն է, այդ վախի մթնոլորտի միջոցով մարդկանց իներտ պահելն է, մարդկանց ստիպել հրաժարվել իրենց քաղաքական հայացքներից եւ հակադրվել գործող քաղաքական իշխանությանը, սա ավելի է խորացնելու այս ճգնաժամային իրավիճակը եւ յուրաքանչյուր հաջորդ մարդ դառնալու է այս ամենաթողության թիրախը եւ սուբյեկտը։ Ու գնալով մարդիկ հասկանում ու գիտակցում են այս իրավիճակը, գնալով մարդիկ փորձում են ավելի դիմադրել եւ ամենաանտարբեր ապաքաղաքական քաղաքացունել Հայաստանի Հանրապետության դուրեկան չի այս ամենաթողությունը, որովհետեւ կա գիտակցում, որ այնուամենայնիվ ինստիտուցիոնալ անկում է մեր երկրում մի քաղաքական ուժի եւ կոնկրետ անձանց քաղաքական նպատակահարմարություն եւ իրենց իշխանության հարատեվության արդյունքում մենք պետական ինստիտուտների ճգնաժամ ենք արձանագրում, հետնահանջ ենք արձանագրում մեր արժեքներից, որոնց հասել ենք տասնամյակների դանդաղ իրավունքի զարգացման մի շարք խոչընդոտներ հաղթահարելու արդյունքում։ Եվ հիմա տեսեք, այսօրվա իշխանությունը երկակի ստանդարտների, ընտրովի արդարադատության եւ իրարամերժ հայտարարությունների մի ցցուն օրինակ է։ Մի իշխանություն, որը ըստ էության հեղափոխությունը հաջողեց ընդամենը երկրի ղեկավարի իրարավերջ մեկ հայտարարության արդյունքում, որ երրորդ ժամկետ կգնամ, չեմ գնա եւ ըստ էության արձանագրեցին, որ գնաց, արդեն երրորդ ժամկետն էլ է սահմանազանցել եւ անգամ բառախաղ են դարձնում այդ իրողությունը այն դեպքում, երբ նախկին վառ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ ելույթներ ունի նվիրված անթույլատրելիությանը, երրորդ ժամկետ գնալու, ոչ միայն որպես խորհրդարանական կառավարման վարչապետ կամ նախագահական կառավարման ձևում որպես նախագահ, այլ ընդհանրապես երևույթին երկարաժամկետ իշխանության անթույլատրելիությունը, ինչը ես լիովին կիսում եի։ Եվ այդ բոլոր արժեքները սուպեր վարչապետության համակարգ, որ քննադատվել էր, երրորդ, չորրորդ ժամկետ գնալու համակարգ, դատական իշխանության նկատմամբ վերաբերմունք, որ նույն ինքը կրկին վարչապետը հայտարարել էր, որ իրենք ըստ էության նշանակել են ու փոփոխել են 60%-ին դատավորների, այն մնացած 40%-ի մեջ էլ ըստ էության մնացել են մեծամասամբ դատավորներ, ովքեր իրենց համար շատ ցանկալի են եւ նախկինում կրկին բազմիցս քննադատված դատավորներ էին, այսօր կանգնում է խորհրդարանի ամբիոնից, կրկին թիրախավորում է դատական իշխանությանը արդարացնելու համար սեփական մի շարք ձախողումներ։ Այս իրավիճակում մենք նաև քննարկման առարկա պետք է դարձնենք, ինչպիսի խոցելի իրավիճակում է հայտնվել մեր դատական իշխանությունը։ Բոլորս դժգոհ ենք մեր դատավորներից, ստացվում է թե ընդդիմությունը, թե իշխանությունը, եւ արդյոք սա դատավորի համար չի ստեղծում այնպիսի երկակի իրավիճակ, որ դատավորը իրապես մի քանի անգամ ստիպված է որոշում դատավճիռ դատական ակտ կայացնելուց մտածել, թե ում պետք է գոհացնի այդ դատական ակտը, երկրորդելով իր խիղճը, համոզմունքները եւ օրենքները, որոնցով պարտավոր է առաջնորդվել։ Իսկ դատարանը
Դա հենց ժողովրդի քաղաքացու են հիմնարար Վահանն է իշխանությունից, վերջին ըստ էության Վահանն է։ Ու այո, Բարձրագույն դատական խորհուրդը, որը կոչված էր լինելու Վահանը դատավորների երաշխավորելու այդ անկախությունը, այսօր նրանց ճնշող մահակի է վերածվել։ Ու ամփոփելով տեսեք ինչպիսի իրողություն է, հա, շատ կարևոր մեջբերում Տիկին Սողոյանը արեց երդվյալ ատենակալների ինստիտուտներին։ Այստեղ երևի թե քննարկենք ոչ թե դրա նպատակահարմարությունը, որովհետև երկրորդ մի կողմ թողնենք, հա, որ այն ավելի շատ հարիր է անգլոսաքսոնական իրավական ընտանիքին, որպես կանոն ռոմանա-գերմանական իրավական ընտանիքում այն խառը ձևով է օգտագործվել, որպես կանոն մեր բնույթի փոքր պետություններում ավելի քիչ ցանկալի է, որտեղ սոցիալական կապերը շատ ավելի սերտ են եւ այլն եւ ոչ կառավարելի։ Այստեղ ինչու է այս ինստիտուտը մեջբերում, այս հարցադրումը բարձրացնենք։ Իսկ այդ հարցադրման պատասխանը ինձ համար ակներև է, որովհետև չունեն ուրիշ առաջարկելիք սահմանադրական փոփոխության համար, չկա որևէ լուրջ ինստիտուցիոնալ առաջարկելիք, որը կհիմնավորի մեր սահմանադրության փոփոխության այս գործընթացը։ Ու եկեք հենց սահմանադրությունը քննարկման առարկա դարձնենք, որովհետև մեր իրավական անվտանգության ամենալրջագույն խնդիրը այսօր այդտեղ է զետեղվում։ Մեր հիմնադիր փաստաթղթերից հրաժարումը արտաքին սպառնալիքի ներքո։ Ու այո, իրենք Քավլիցի որևէ մեկս չենք երգում, որ 8 տարի է իշխանության են եկել, 8 տարի օրակարգում ունեցել են այդ սահմանադրական փոփոխությունը, բայց ունեցել են սահմանադրական փոփոխությունը։ Նոր սահմանադրություն ընդունելու պահանջը Ադրբեջանի նախագահի հանրային պահանջին է երկրորդել եւ իրենք իսկ արդեն այս 8 տարիների ընթացքում կա վարչապետի որոշում, որով սահմանվում են ժամկետներ, աշխատակարգ սահմանադրական բարեփոխումների արդեն 2 անգամ ձևավորված խորհուրդների, իրենք հաջողել են նաև իրենց իսկ ընդունած իրավական ակտի ժամկետները խախտել։ 2 անգամ ժամկետ է սահմանված եղել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ ներկայացնելու, 2 անգամ ժամկետ է սահմանված եղել, որոնցից վերջինը 2026 թվականի հունիսի 30-ն էր սահմանադրության նախագիծ ներկայացնելու, 2 անգամ էլ այս փաստաթղթերը չեն ներկայացվել եւ 8 տարի մեր հարկատուների հաշվին իրականացվող այս գործընթացի մարմնի գործունեության արդյունքում գեթ 1 թղթին տրված դրույթ անգամ, հա, դրույթ 1 հոդված չի մատուցվել, թե իրենք ինչ են անում եւ ինչի մասին է։ Այս ամենը քաղաքական սպասարկելիք է, կրկին ասում եմ, վերջին օրերին արտադրության նախարարը խոսեց սահմանադրական փոփոխությունների մասին ու ընդամենը 2 ինստիտուտի մասին է բարձրաձայնել էլի դատական իշխանության համատեքստում, որը լրացուցիչ մտահոգությունների տեղիք է տվել, օրինակ, ասում են Բարձրագույն դատական խորհրդի ձևավորումը պետք է բացառեն այժմ ներկայիս կարգավորումը նախատեսում է նրանցից 5-ը նշանակվում են ազգային ժողովի կողմից, 5-ը դատանների ընդհանուր ժողովի կողմից, պետք է բացառեն դատանների ընդհանուր ժողովը եւ բոլոր 10-ն էլ անմիջական մանդատը կիրառելու նպատակով նշանակվեն խորհրդարանի կողմից։